ամպերն են, հորիզոնում գեղեցիկ մայրամուտը։ Այսօր բոլորիս համար է տոն, մեր զինվոր անուշախպերը, մեր սահման պահողը, արծիվը վերադարձել է։ Իսկ մեր դիմաց հայոց եռագույնն է ծածանվում։ Տղամարդ դարձած վերադարձել ես եւ քո վերադարձով բոլորն են ուրախ։ Մասիս քաղաք, որտեղ ունենք շատ կարևոր առիթ։ Նվիրի գրկի Պաչիկարը մայրիկին, նա քեզ շատ է սպասել։ Մեր անուշախպերն է վերադարձել բանակից։ Թող փոխը լինի բոլոր զինվորներին։ Ոտք են գործում Մասիս քաղաք։ Ինչև քավորը գա, խաչքավորներ եք էլի։ Ընկերություն են արել, ընկերությունը պահում են ամբողջ կյանք եւ նրա հայրիկի ընկերը եւ քավորը եւ Սանիկը նրանք խաչքավորներ են, այսինքն մեկը մյուսի համ քավորն է, համ Սանիկը հետեւաբար։ Արմանն էլ ամփորձանք, վերադարձ գա, այսպես հավաքվեք, քեֆ անեք։ Որոշել է իր ուրախությունը, հայտնի իր օրհնությունը մեր միջոցով ուղարկի, ասի բարով ես եկել Սամվել բարեկամս։ Բարեկամներ, մենք երազում հիմա հիանալի եղանակային պայմաններ են։ Տեսեք, վերևում ամպերն են, հորիզոնում գեղեցիկ մայրամուտը, իսկ մեր դիմաց հայոց եռագույնն է ծածանվում։ Ինչքան գեղեցիկ է, հրաշք։ Գնում ենք ուղիղ Մասիս քաղաք, որտեղ ունենք շատ կարևոր առիթ։ Մեր անուշախպերն է վերադարձել բանակից։ Անունները պետք է ճշտան, վարդան հիշեմ, վերհիշեմ, որ անուն առ անուն գեղեցիկ ներկայացնեմ, բայց մի տարբերվող կա, որ երկու եղբայր են ծառայում այս պահին բանակում, մեկը զորացրվեց, իսկ մյուսը դեռ մեր սահմանն է պահում, ինչը մեզ համար պարտանալու առիթ է եւ այսօր հենց այդ օրն է, որ դրոշը պետք է ծածանվեր եւ ծածանվում է, տեսեք ինչքան գեղեցիկ է երասխի դրոշը։ Հրաշք ուղղակի։ Ընկալը կազմակերպենք խավորական ընտանիքի կողմից, այսօր էլ խաչքավորների օր է բարեկամներ, երկու ընկեր դեռ մանկությունից իրար հետ են, իրար շատ են սիրում հարգում, մեկը ճակատագրի բերմամբ հասել է Եվրոպա, մյուսը այստեղ է եւ նրանց ընկերությունը սերտորեն պահում են երկուսն էլ, այդ իսկ պատճառով մենք գնում ենք հարատեպ դարձնելու, սերը հարգանքը տեղ հասցնելու։ Այսօր հարուստ օր է, երկինքը որոշել է մեզ պարգևատրի տեսարանները։ Մենք էլ միանգամից օգտվում ենք այս մալինովի զակատից։ Եվ իհարկե Մասիսի լանջին ձևավորված ամպերի խմբից հրաշք է։ Մասիս քաղաք, որտեղ մենք ունենք մեր առաջին անակնկալի առիթը։ Բարեկամներ, գնում ենք Նոյան ռեստորան, որտեղ եկել է, զորացրվել է բանակից մեր ով աղբեր, Սամվելը, մեր Սամվել աղբերը։ Եվ նրա հայրիկի ընկերը եւ քավորը եւ Սանիկը նրանք խաչքավորներ են, այսինքն մեկը մյուսի համ քավորն է, համ Սանիկը հետեւաբար։ Որոշել է իր ուրախությունը, հայտնի իր օրհնությունը մեր միջոցով ուղարկի, ասի բարով ես եկել Սամվել բարեկամս։ Հիմա գնանք հասնենք Նոյան ռեստորան Մասիս քաղաքի միջով համեստ մեր ձևով, ինչը որ տեսնենք ինչ ենք անում։ Սուրբ Աստվածածինն է Մասիսի ընկերներ, շատ սիրուն տեղ է։
Մասիսում կենտրոնական։ Ահա, հասանք Նոյանը ռեստորանը։ Կրունգներ տանեք ինձ։ Այն է, կողմատեր կա։ Որքան էստեղ եմ ուզում կանգնենք, որ պատահաբար այստեղ կայնածներից մեկը չելնի զինվորը, որ վերադարձել է բանակից, պատկերացրիր Վարդան։ Սամվել Մացիկ ալա Կավոր ընտանիք։ Լավ լինեն իմ ընկերները։ Հարգանքներս։ Բարդ ես։ Բաուրա, դու ես նկարելու աղբեր։ Բնկարի։ Նկարի տենանք ինչ ենք անում։ Արի ես ծաղակի մոտ կայնենք, այստեղ։ Դες ինչ սիրուն ծաղակա, քեզնից սիրուն չի, բայց սիրուն է։ Հա։ Ոնց ես, բարեկամ ես, ամեն ինչ կարգին է։ Ժիբո է երկում։ Հա, սևակն այդ նոր ասած է, քախչել երկում։ 10 րոպե եւ մենք մտնենք անակնկալ անել։ Դու կասես անակնկալ կա, խոսափողը կտաս ինձ, ես կխոսամ, զրույցը կանեմ կգնամ։ Տեսար ոնց էի թաքնվել զինվորից, այսպես բաներ են անում։ Թեկուզ զինվորները, որ 2 տարի ծառայում են, իմ դեմքը մոռանում են, էլի չեն կարա հիշեն, որ այդ ես եմ։ Շո աղբերս, ես պրծամ, ես հաղորդեմ դու մրդում Բարվես եկեց։ Մերնեմ սրտի, ոնց ես, լավ ես։ Լավ է։ Աշյան։ Այսինքն տղես աշո պապ գիտես ով այքեն։ լավ տղա է, այստեղ սիրում նստած էր իր համար։ Նախարար տղա է, էլի։ Մոաթորը նայի չաթորը անտերը նստել։ Լավ եմ, լավ, բարգաս, դուք ոնց եք, լավ ուրախանում եք, կեփ եք անում։ Ուզում եմ հիշեմ։ Պարաշուտիստ է, դեսանտիկը, որ եկար շնորհավորիչ։ Ասա, Ռեժիս։ հոկտեմբերյան։ Չէ, Մերյան, Չարբախեն, բասեյնի մոտ։ Սերգեն, Չիտայից։ Հա, ճիշտ է, всё, հիշա, այն որ բան էր, որ հավաքվել եք GDR-ով կեփ եք անում։ Շոտ, աղբեր, սարի նկարվենք իրար հետ, կարանք նկարվենք, նկար է էլի մեզ։ Դու ինքն էլ նկարի։ Հոպարի տղա եք, էլի աղբերներ եք, հա։ Իմ պապան իրա պապայի աղբետը։ Բայց ջան աղբեր, բա աղբերը որդից է։ Նորա բացելի։ Դու ես նորա։ Դարակերտ։ Դարակերտի տղա է աղբեր, Դարակերտի։ Այդպես լավ է, էլի Հայաստանով հավաքվել եք տղեկով, բակերը խմել եք, պարել եք աղբեր։ Ես նորեք։ Բայց պարել եք այդպես տղա, բանակի քեֆ է, էլի պետք է ուրախ լինենք։ Լավ անգերներս եկել են իրար հետ մի քիչ դիալաջի անենք աղբեր, պատմենք, բա ինչ կա պարտեզում, դպրոցում։ Դպրոց, չէ։ Չորրորդ դասան ես, բա դու։ Դու ես չորրորդ, մի դասան։ 5-ո։ Դու երրորդ ես։ Բա դու չորրորդ ես։ Սաղը էլ եթալու եք ծառայք, չէ՞ որ պահը գա։ Ես 16-ին եմ, 15 Դա մեծ եք աղբեր, այդ ես տեղը տեղին համը ոտով ջոգիր։ Չեն խաղում։ Չէ հլը, չէ, ինչ եք ուզում խաղաք, բայց ստե որդ է պահկվեք։ Դեզ օպշի, հա, որդ է ով ասավ։ Դե դավայ ով է պահկում։ Դե պահկի, պահկի։ Հա, որը պրծա, մենք ես էլ ուր խաղամ, ես հելնում եմ բան անենք, անակը։ Հա, եկեք, սաղատ էլ եկեք։ Ընկերներիս հետ ստե կայնած, այսենց ընկերներով, Չարբախ, Քարակերտ, Նորը բաց, ասենք, Չարբախ։ Սս տղեկով կայնած ստե, սպասում ենք, որ եթենք Սամվելին շնորհավորենք։ Սամ աղբերն է եկե։ 2 տարի ծառայելուց հետո եկավ աղբեր։ Սաղը այդպես հետո կամփորձանք ծառայեք գաք, բայց մինչև ձեր վաղ եւ կդառնա կես ամիս ծառայությունը։
Ավելի լավ կներ։ Իմ պապան 44-ին գիտեք, չէ, իմ սաղ Եվ հատուկ մեր քաղաքական ընտանիքի կողմից Ավելի ախպերը չի ասելա։ Մերնեմ քո սարդինը չի ասի։ Եվ հատուկ մեր քաղաքական ընտանիքի կողմից դիմավորում ենք գեղեցիկ, անակնկալը։ Չբռնեմ չէ ելեմ, լավ գնացինք ախպեր, արի գնանք, լավ։ Ուրա մեր։ Հարգանքներս բոլորիդ բարով եք հավաքվել, մետ բարձր հաստական գեղեցիկ ծապեր տանք, որովհետև մեր զինվորալու շախպերը վերադարձեք։ Սամվել բարեկամս, գեղեցիկ քայլելով այտենց հպարտ մեդալներով արի։ Եկեք շարունակենք, որովհետև այսօր բոլորիս համար է տոն, մեր զինվորալու շախպերը, մեր սահման պահողը, արծիվը վերադարձել է այսօր և բարով խերով մեր կողքին կանգնած է, այդ իսկ պատճառով քեզ տալիս եմ գեղեցիկ տորտ, քաղցրություն, զգուշելի, կրակա եթում հիմա, այսենց, մետ լավ երազանք պահի Սամվել ջան, բարով ես եկել, 2 տարին շատ արագ անցավ, տենց հա չէ, ասա հա, այդպես է, 2 տարին շատ արագ է անցնում, բայց մի ամբողջ կյանք կարող ես պատմել այդ 2 տարվա մասին, որովհետև այնտեղ տեսել ես ամեն ինչ, սովորել ես ամեն ինչ, տղամարդ դարձած վերադարձել ես և քո վերադարձով բոլորն են ուրախ, ինչի վառ ապացույցը հենց այս գեղեցիկ խրող ծափերն են։ Ես լավ երազանք պահի, բարեկամ, չի կատարվելու է քեզ լիքը նորանոր բարձունքներ, հաջողություններ Եվ կարող ես քաղցերը մի տեղ դնել, չէ ենի, նրա կողը չէ, ուրիշ տեղ։ Մայրիկն է։ Ալա կույրիկ, ալա չէ, ճիշտ եմ։ Հա, ճիշտ աս չէ։ Ալա կույրիկը և մացիկ մեծ աղբեր, մերնեմ սրտիտ, աշտերըտ լույս, եկեք ձեր հզոր զինվորի կողքին կանգնեք, որովհետև դուք էլ ոչ պակաս հզոր ծնողներ եք, ովքեր 2 տարի համբերատար սպասեցին, որ իրենց որդին գա հասնի։ Նաև չենք մոռանում մեր Արմանի մասին, ով այս պահին սահմանն է հսկում բոլորիս համար, որ մենք լինենք անփորձանք, գնենք խաղաղ երկնքի տակ ու արթնանանք, արարենք ու ստեղծենք լավ կյանք։ Հիմա ես ուզում եմ Սամվելին ծաղիկներ տամ, որ գրկի այն մարդուն, ով գիշեր ու զոր քունը կորցրած սպասել է, որ գաս հասնես, բայց ինք էլ մինչև վերջ արդեն հլը չի հանգիստ կնելու, որովհետև մի որդին այդտեղ է, բայց կեսը արդեն լավ է, չէ, կեսը եկել է, դե հիմա մի հատ սիրուն նվիրի գրկի, պաչի կարը մայրիկին, նա քեզ շատ է սպասել։ Զինվորներին, սպասողներին, որ իրեն զինվորը գա ու այսքան ջեր գրկի սրտանց։ Իսկ հիմա մայրիկին գրկեցի, շատ լավ էր։ Արի մի հատ է հայրիկին գրկի, որովհետև հայրիկն էլ նվեր ունի ու քո ձեռքով պետք է փոխանցվի նվերը, մինչև Քաբորը, Քաբոր ջան, մինչև Քաբորը գա, խաչ Քաբորներ եք էլի, ընկերություն են արել, ընկերությունը պահում են ամբողջ կյանք և հիմա դարձել են արդեն իրար հանդեպ սրբություն, էլի, սրբություններ եք դուք արդեն ու հետևաբար այս կոնյակը պետք է բացես տեսնես ինչ սրբություն է։ Այստեղ կոնյակի վրա, հա, կա նկար, որ ես տեսնելով գնացի մանկություն, պուչուր վախտերս, որովհետև Բային մի կոմը նայի, ինձ ավել շատ են մեկնա դուրս եկե, այս ժիլետն եմ տեսե դուրս եկել, սովետական ժիլետը, ծապեր տվեք ես գեղեցիկ սուրբ բայի համար, Բրատ ապրես, հիմա վստահ եմ, բոլորի մոտ հարց առաջացավ, բան չի մեր զինվորին մի հատ տորտ տվին, բայց դա տորտ չէ, դա քաղցրություն էր և լիքը լավ մաղթանքներ, բայց էդ էլ հերիք չի, քանի որ եկել ես, դու արդեն քաղաքացիական կյանքում ես, քեզ հաստատ ամենաշատը պատդիրջկա պետք է այս սրանից։ Քաբորը մեծ սիրով փոխանցում է քեզ սա, իրեն տանիքի անունից, որ գնաս սրտիդ ուզած նվերը առնես։
Դες լավ որ բարձր տրամադրություն մեր զինվորի ծնողներին, նրանք դեռ չեն դադարում զինվորի ծնող լինել, Արմանն էլ ամփորձանք, վերադարձ գա, այսպես հավաքվեք, քեֆ անեք։ Համաձայն եք, իհարկե համաձայն են, ծափերն էլ տալիս են, չեն խնայում ոչ մի տեսակի ծափեր, ձեզ լավ որ բարձր տրամադրություն, ես հիմա ստեղծեցի իլյուզիա, որ հեռանում եմ, բայց չեմ հեռանում։ Գալիս եմ Սամվելի ընկերների մոտ, նետ հարց տամ։ Գցենք օդ բռնենք։ Ասեք հա, հլետքան չեք խմբա աղբեր։ Հելեք տավ է։ Սամվելի ընկերներն էլ ունեն անակնկալ, հիմա նրանք դուրս են գալիս եղանի։ Հա, ելեք անակնկալ է։ Կանես է կնկարում։ Հա։ Քանի Սամվելը չի եկե, անակնկալ արեք էլի։ Ուզում եք օգնեմ աղբեր, ձևերը ցույց տամ, եկեք։ Զինվորը քանի որ եկել ասել է այստեղ նրան մի լավ դիմավորելու ձև կա ընկերների կողմից, բացի վաղը տեղ եթալ աղբերս, այսօր քեզ պետք է մատ օթերով անեն։ Ում դուրը գալիս է այս պահը կարող է ծափեր տալ, ում դուրը չի գալի կարա մատատանգի ասեսով են։ Աղբեր էտի երկա չենք գցում բռնում, արագ կողմնորոշվեք, ուրա! iPhone-ն engավ, զգուշ iPhone-ը ճճատ։ Շատ լավ աղբեր, զանգուն ես վերցրու Եվրոպաներից։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն, ուր է մեր չկնաղ հանդիսավարը, ուր է նա զբաղված է, հա։ Աղբեր ես այդ վերջի պահը դզը, չէ։ Բացի iPhone գցել է դզը, չէ՞ սա։ Էդ ում դեր բան։ Կոն նա, բան չէ աղբեր։ Բաշկերը խորն է աղբեր։ Դու ուրեմն հարուստ ես։ Կարաս 10-ներ նույնա սրանց։ Հելանք դե։ Լավայցի։ Ուրա, ով է։ Արի, աղբեր նոր ես դու նկարվանք բայց։ Արի։ Ակումած է չկացի։ Հա։ Լավ չէ լավ։ Ասա պստել։ Չենք լարվում։ Մատ Իրանով էլ նկարել, Իրանը լավ iPhone-ը։ Լավ, դուք ոնց եք։ Ամեն ինչ հիանալի է։ Կաղա նկարվենք։ Նկարվենք։ Տեսեք կա։ Մենք գնացինք։ Ձեզ էլ լավ որ գնանք էլի ընկերության հարցեր ունենք, էլի տեղը գցելու։ Այս մեկը էլի բանակ ընկերներ են, 100 տարի իրար հետ ընկերություն են անում։ Մեկը Ռուսաստանը, մեկը ստե։ Գնանք իրանց էլ ուրախացնենք։ Ձեզ էլ լավ տրամադրություն, լավ որ։ Շնորհակալ եմ վստահության համար, իսկ հիմա ես ուզում եմ, քանի որ ընկերությունը սուրբ է, ուզում եմ սուրբ Աստվածածնի ֆոնին ասել այս ինչ որ պետք է ասեմ, ընկերությունը այն հարաբերություններն են, որ մարդիկ ընտրում են, ոչ թե տրվում է իծնե, այլ ընտրում են։ Իսկ եթե ընտրում ես ու կարողանում ես պահել ամբողջ կյանքի ընթացքում, դա արդեն սրբության սրբոց է, այնպես որ սուրբ ընկերներ ունեցեք բոլորդ, որովհետև մենակ մարդը կյանքում ճամփա չի գնա։ Վարդան, դու իմ ընկերն ես, նստի ելանք։